Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, այսօր Փաստ Ինֆոյի հյուրը թուրքագետ, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Պետրոսյան, վերջին շրջանում ադրբեջանական կողմից անդադ հայտարարություններ են հնչում, որ իբրև թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից հերքում են այս սադրիչ հայտարարությունները, սակայն հարց առաջանում ինչ նպատակ է այս ամենը հետապնդում։ Առիթներ շատ եմ ունեցել, որ ասել, որ Նիկոլը եւ Ալիևը իրար հետ պասերով են խաղում։ Եվ երկուսի նպատակը հիմնականում նույնն է, որ արևմտյան ազդեցությունը, որը տարածաշրջանում արդեն ավելի է մեծանում Թուրքիայի ներգործությամբ, իրենք մեծացնեն։ Հիմա այդ ամեն ինչը մեծացնելու եւ հաստատելու համար հայկական գործոնը Անդրկովկասի տարածաշրջանում պետք է հասնի նվազագույնի իր դերակատարումը։ Դերակատարման նվազեցման համար պետք է Հայաստանը զիջի Սյունիքը Թուրքիային եւ Թուրքիան կարողանա ինչ որ կենտրոնական Ասիան գնա։ Սա նոր համաշխարհային համակարգի մեկ հատվածն է, որը կապված է մեզ հետ, մեր ճակատագրի հետ։ Եվ Նիկոլը ու Ալիևը այդպես իրար հետ խաղում են։ Իրենք իմիտացիա են ստեղծում, որ ուր որ է պատերազմ է լինելու, որպես իրենք ազդեն Հայաստանի ներքին քաղաքական իրադարձության վրա, այդ թվում նաև Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակի վրա, քանի որ այնտեղ էլ վիճակը լավ չի, այնտեղ էլ վիճակը եւ տնտեսական, եւ հասարակական, եւ քաղաքական իրավիճակը բավականին լարված է։ Երկուսին էլ պետք է այսպիսի իմիտացիաներ, որպեսզի իրենք ցույց տան, որ պատերազմը սկսելու եւ իրենք կարողանան ճնշեն իրենց բոլոր ընդդիմադիրներին։ Սա այս համատեքստում պետք է նայել։ Ինչը որ կապված է այս իրավիճակին եւ ինչը որ ուր են իրենք գնալու, երկուսն էլ եւ Նիկոլը եւ Ալիևը սպասում են տեսնեն թե ինչ է տեղի ունենալու համաշխարհային համակարգի մեջ եւ Թրամփ, Ռուսաստան, չասենք Թրամփը ինքը Միացյալ Նահանգների, այսպես ասած, ստվերային պետության, ստվերային կառավարության ներկայացուցիչն է։ Ճիշտ կլինի ասել, որ Միացյալ Նահանգներ Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ Չինաստան հարաբերությունները մինչեւ որտեղ է զարգանալու։ Քան որ հիմա աշխարհը գնում է վերաբաժանման եւ բազմաբևեռ պետությունների, բազմաբևեռ աշխարհի ստեղծմանը, այդ իսկ պատճառով բոլորը սպասում են դրան։ Այնպես որ մենք կարծում եմ, որ մի քանի ամիս հետո կամ առավելագույնը մի 2 տարի հետո գոնե այս սիլուետը կընդգծվի նոր համաշխարհային համակարգի եւ դրանից հետո նոր կսկսի պատերազմները տարբեր շրջաններում, քանի որ նոր համակարգերը ստեղծելու ժամանակ են պատերազմները տեղի ունենում, անկայունությունները տեղի ունենում եւ այդ քաոսի ժամանակ է, որ տարբեր պետությունները սկսում են իրենց նկարտումները կամ ծրագրերը իրականացնել։ Պարոն Պետրոսյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ տարածաշրջանում ինչ որ առումով արևմտյան գործոնն է մեծանում։ Այս դեպքում արևմուտք ասելով մենք նկատի ունենք եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն միասին վերցրած, թե առանձին, որովհետև առաջ նախկինում մեզանում տպավորություն էր, որ արևմուտք ասելով մենք հենց եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն ենք հասկանում, բայց հիմա Թրամփի իշխանության գալով կարծեք թե նաև ԱՄՆ, եվրոպական երկրներ տարանջատում է տեղի ունենում։ Չէ, բացարձակապես ոչ մի տարանջատում չի տեղի ունենում, պարզապես աշխատանքների վերադասավորում է տեղի ունենում։ Երկրորդ աշխարհամարտից հետո, մասնավորապես 1948 թվականից հետո Միացյալ Նահանգները, որպեսզի կոմունիզմի եւ սոցիալիզմի ազդեցությունը Եվրոպայի վրա նվազեցնի, Մարշալի պլանի միջոցով փորձեց արևմտյան Եվրոպան պոկել սովետական, այսպես ասած, տարանջատել սովետական միությունից եւ ստեղծեցին պատնեշը, որը կոչվում էր Բերլինի պատը։ Եվ այդ ժամանակահատվածից այս կողմ Միացյալ Նահանգները իր վրա վերցրեց ամբողջ Եվրոպայի եւ զինումը եւ վերակառուցումը։ Միացյալ Նահանգները վերջի գոնե 20 տարվա ընթացքում իր արտաքին պարտքը, եթե չսխալվեմ, մոտ 20 քանի անգամ ավելի մեծացել է։ Եվ սա ճնշում է բերում Միացյալ Նահանգների տնտեսության վրա եւ իրենց վիճակը ավելի բարդացնում է։ Վերջի իրադարձությունները, որ տեղի ունեցան Միացյալ Նահանգներում, հիմնական պատճառը կարծում եմ նա էր, որ Միացյալ Նահանգների ստվերային կառավարությունը հասկացավ, որ այս ձևով առաջ գնալ իրենք չեն կարողանա եւ գնալով իրենք տնտեսապես ավելի են թուլանալու, իրենց դեֆիցիտը, պարտքինը բավականին մեծանալու եւ այդ պարտքը ինչ որ կերպով պետք է իրենք փակեն։ Իրենք չեն կարող անընդհատ փող տպեն եւ տնեն բյուջեի մեջ։
Այդ իսկ պատճառով իրենք եկան եւ վերադասավորում արեցին։ Եվրոպային պարտադրելով, որ իրենք իրենց համախառն ներքին արտադրանքից 3-ից 5% ներդնեն իրենց պաշտպանության համակարգի մեջ եւ իրենք դուրս գան Եվրոպայից եւ գնան դեպի Չինաստան։ Քանի որ եթե մենք գլոբալ վերցնենք, այսօր աշխարհում միակ պետությունը, որ ունի հնարավորություն Միացյալ Նահանգների հետ մրցելու եւ գիտական, եւ ռազմական, եւ տնտեսական առումով, դա Չինաստանն է։ Եվ Չինաստանն է լինելու Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցը։ Իսկ Եվրոպան ինքը պետք է զբաղեցնի Ռուսաստանին եւ Ռուսաստանի հետ այդտեղ իր հարցերը կարգավորի։ Իսկ Ռուսաստանը լինելով հզոր պետություն, մեծ պետություն, ինքը չի ուզում, որ անտեսված լինի համաշխարհային նոր համակարգի մեջ եւ փորձում է, որ իր տեղը եւ դերը ավելի ամրապնդի։ Եվ բացի այդ Ռուսաստանը չի ուզում, որ ապագա բազմաբևեռ աշխարհը լինեն երկու պետություններ՝ Չինաստան եւ Միացյալ Նահանգներ։ Ինքը ուզում է, որ լինի գոնե եւ ինքը եւ Եվրոպան էլ։ Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք, որ 2022 թվականի պատերազմից հետո Ռուսաստանը անընդհատ պնդում էր, որ Եվրոպան, եթե հնարավոր է, միշտ իր գազը ստանա եւ էներգակիրները չկտրվեն, քանի որ Եվրոպային կտրելով էներգակիրներից Եվրոպան ահավոր թուլացավ։ Այսօր էլ Եվրամիություն գոյություն չունի։ Մենք տեսնում ենք Եվրամիության կամաց անդամների մեջ լուրջ խժդեժությունները եւ դա բերելու է նրան, որ կարող է քայքայվել Եվրամիությունը։ Իսկ մի քիչ գուցե աբսուրդ լինի, բայց Եվրամիության այսօրվա քայքայումը Ռուսաստանի շահերից չի բխում։ Միգուցե մի տարի առաջ, երբ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան իրար հետ միասին էին հայտ գալիս բխեր, բայց այս պահին չի բխում։ Վերադառնալով մեր տարածաշրջանը, իրականության մեջ այստեղ էլ է աշխատանքների վերադասավորում գնում։ Միացյալ Նահանգները եւ Միջին Արևելքի մի հատվածը հանձնել է Ֆրանսիային եւ Անգլիային, Անդրկովկասն հանձնել է այս երկու պետություններին, քանի որ իրենք դարավոր փորձ ունեն Ռուսաստանի հետ հակամարտությունների եւ մեկը մյուսին ավելի լավ է ճանաչում, քան թե Միացյալ Նահանգները։ Այդ իսկ պատճառով տեսնում ենք Ֆրանսիան օրինակի համար Հայաստանում ձևականորեն ինչ որ գործողություններ է անում, իսկ Ադրբեջանում ինքը ուղիղ ներդրումներ անում Ադրբեջանի տնտեսության մեջ եւ անկախ ամենից ուժեղացնում է Ադրբեջանը։ Եվ սա է խնդիրը, այսինքն դերերի վերադասավորումը, ոչ թե մեկը մյուսից հեռանալու։ Պարոն Պետրոսյան, այս օրերին հայ-իրանական զորավարժություններ են տեղի ունենում, ինչու հիմա։ Իրանը այսօր ուզում է ցույց տալ, որ ինքը տարածաշրջանի Միջին Արևելքի տարածաշրջանի ազդեցիկ եւ գործող դերակատարներից է։ Դեռ 2023 թվականի վերջավորությամբ սեպտեմբեր-հոկտեմբերից հետո արդեն պարզ էր, որ Սիրիան շատ շուտով դուրս է գալու եւ Իրանի եւ Ռուսաստանի ազատության գոտից։ Եվ տեսնում ենք, որ Իրանը կամաց-կամաց իր ամբողջ զորքը դուրս քաշեց, հազարավոր զորքերը դուրս քաշեց Սիրիայից եւ Սիրիայի կառավարությունը ընդամենը 11 օրվա ընթացքում փլզվեց։ Սիրիայի նահանջը, Հեզբոլլահի ղեկավարության սպանությունը Իսրայելի կողմից ու նաեւ Համասի ղեկավարության սպանությունը եւ այն ինչ որ տեղի ունենում Գազայում բավականին ազդել է Իրանի դերակատարմանը Միջին Արևելքում։ Եվ դրանից բացի Միացյալ Նահանգները ուզում է Միջին Արևելքը լինի ամբողջությամբ վերահսկելի իր կողմից։ Այսօր Միացյալ Նահանգները Միջին Արևելքում ունի 3 հենարան։ Դրանք են Իսրայելը, Սաուդի Արաբիա եւ Թուրքիա։ Եվ այս 3 հենարաններով ինքը փորձում է խաղալ տարածաշրջանում եւ հիմա այս խաղի մեջ Իրանը փորձում է իր դերակատարումը նորից մեծացնի։ Մեծացնելու համար ինքը պետք է դուրս գա այն շրջափակումից, որի մեջ ինքը գտնվում է։ Եվ այդ շրջափակումներից մեկն էլ Հայաստանի հետ զորավարժություններն են ու նաեւ Ադրբեջանին զսպելու միջոցներն են։ Իրանը աշխարհում միակ պետությունն է, որը ունի 15 հարևան պետություն։ Այս 15 հարևան պետություններից առայժմ միակ պետությունը, կրկնում եմ, առայժմ միակ պետությունը, որը Իրանի հետ ճշնամական հարաբերություններ չունի, դա Հայաստանն է։ Բայց եթե այս իշխանությունները մնան, ավելի իր Հայաստանը կդառնա Իրանի ճշնամի։ Դրա համար Իրանը փորձում է զորավարժություն անելով իր տեղն ու դերը եւ իր նշանակությունը տարածաշրջանում մեծացնել ու նաեւ եւ Թուրքիային եւ Ադրբեջանին զսպել։
Տեսեք, որպես ձեր խոսքի շարունակություն, Իլհամ Ալիևը երեք հայտարարել է, որ քանի որ Հայաստանը արգելափակում է իրենց ուղղակիորեն մուտքը Նախիջևան, պայմանավորվել են Իրանի հետ շրջանցող ճանապարհ են կառուցելու դեպի Նախիջևան։ Ինչ է սա նշանակում, որ ինչ որ առումով Զանգեզուրի միջանցքի հարցում ասենք այսպես Ադրբեջանը հետ քայլ է կատարում, Զանգեզուրի միջանցքի հարցը առայժմ փակ է մնում, թե սա այլ Չէ, բոլոր իրադարձությունները զուգահեռ ընթանում են։ Այսօր նախ եւ առաջ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև ճանապարհը դեռ գոյություն ուներ սովետական միության ժամանակահատվածից եւ Արաքս գետի կողքով այդ ճանապարհը երկարաձգվում է եւ գնում է հասնում ինչեւ որ Ադրբեջանի եւ Իրանի ջուլֆա քաղաքները եւ իրենք այնտեղ իրար հետ կապի մեջ են։ Այդ իսկ պատճառով ասել, որ նոր ճանապարհ են կառուցում, նոր ճանապարհ չեն կառուցում, այլ հին գոյություն ունեցող ճանապարհ իրենք ուզում են լայնացնել։ Անշուշտ դրա ծախսը շատ ավելի քիչ է, քան թե միջանցք բացել Հայաստանի տարածքով, բայց Ալիևը ճնշումները, որը որ գործադրվում է իր վրա եւ Իրանի կողմից եւ Ռուսաստանի կողմից, մանավանդ որ Ռուսաստանը հայտարարեց, որ տարածաշրջանում զսպվածության կոչեր են անում, սովորաբար մեծ պետությունների նմանատիպ հայտարարությունները այլ իմաստ ունեն այդ փոքր պետությունների համար։ Եվ կարծում եմ, որ Ալիևը ներկա դրությամբ փորձում է ժամանակ շահել, իր ուժերը վերադասավորել, ռազմական ուժերը, եւ փորձել իրավիճակին ավելի մոտիկից հետևել։ Քանի որ եթե տեղի ունենա արևմուտք Իրան ռազմական բախում, որի հավանականությունը շատ քիչ է, այս պահի համար շատ քիչ է։ Տեղի ունենա, այդ ժամանակ Ադրբեջանը ինքը հայտնվելու է Իրանի թիրախի տակ եւ Ադրբեջանը չունի այն ռազմական ներուժը, որ կարողանա դիմագրավի դրան։ Իսկ Թուրքիան չի կարողանա միջամտի այդ պատերազմի մեջ։ Բայց կարծիքներ կան, որ ընդհակառակը Թուրքիան կմիջամտի հնարավոր հավանականությունները շատ քիչ են։ Թուրքիայի միջամտությունը, եթե Ադրբեջանը ինչ-որ մի արարք ցույց տա, որը պատճառ հանդիսանա Իրանը հարձակվի իր վրա, Թուրքիան չի կարողանա միջամտելու։ Թուրքիա-Իրան տնտեսական հարաբերությունները այնպիսին են, որ երկուսի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Իսկ Թուրքիան այդ ռազմավարական նշանակության ազդեցության տակից դուրս գալու համար տարբեր մեթոդներ է կիրառել, որի արդյունքը մի քանի տարի հետո է երևալու, եւ մի քանի տարի հետո ինքը կկարողանա այդ տնտեսական բալանսը փոխել, բայց այսօր չի կարող։ Պարոն Պետրոսյան, տեսեք, շատ էր քննարկվում եւ Հայաստանում եւ Ադրբեջանում, որ խաղաղության պայմանագիր կոչվածը, որը հիմա արդեն վերափոխվել է համաձայնագրի, արդեն գրեթե պատրաստ է եւ պետք է ստորագրվի։ Ստորագրել չստորագրելու մասով ադրբեջանական կողմը անընդհատ ճնշումներ էր գործադրում հայկական կողմի վրա, բավարարվում էին իր գրեթե բոլոր պահանջները, եւ հիմա սակայն էլի պայմանագիրը չի ստորագրվում, համաձայնագիրը չի ստորագրվում։ Արդեն փորձագետները կարծիքներ են հայտնում, որ Իլհամ Ալիևը պարզապես սպասում է հասկանալու, թե աշխարհում ինչ է տեղի ունենում եւ սահմանային լարվածությունն էլ այսպես ակտիվ պահելու հիմնական պատճառը դա է։ Այսինքն կախված նրանից, թե Դոնալդ Թրամփը ինչպիսի քաղաքականություն կորդեգրի Իրանի կամ Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում, կորոշեն արդեն նաեւ Ալիևի գործերը։ Ձեր դիտարկմամբ որքանով են այս կարծիքները համապատասխանում։ Գիտեք, Միացյալ Նահանգներ Ռուսաստան կամ Արևմուտք Ռուսաստան հարաբերությունները նորություն չեն, այդ հակասությունները նորություն չեն։ Եվ ամեն մեկը գիտի իր զիջման սահմանները։ Այնպես չի, որ Արևմուտքը Միացյալ Նահանգների գլխավորությամբ Ուկրաինայի պատերազմից հետո իր հարաբերությունները խզել է Ռուսաստանի հետ։ Բացարձակապես այդպես չի։ Սառը պատերազմի ամենավատ օրերին էլ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը իրանք իրար հետ իրենց հարաբերությունները պահպանել էին, հիմա էլ են պահպանում։ Այդ իսկ պատճառով իրենց համար հստակ նշված է, թե իրենց սահմանը որտեղ որ նահանջելու են, որտեղ է։ Եվ Դոնալդ Թրամփը լինելով Միացյալ Նահանգների նախագահը, բայց իր ձեռքում արտաքին հարաբերություններում շատ քիչ գործիքներ կան, շատ քիչ։ Դոնալդ Թրամփը չի կարող ինքը որոշել եւ ասել, որ գիտեք ինչ է, մենք հենց հիմա հարձակվում ենք Իրանի վրան։ Ինքը չի կարող նմանատիպ որոշում կայացնել։ Քանի որ տարածաշրջանում մի քանի տասնյակ հազար զորքեր ունեն, այդ զորքերը ոչ մի կերպ պաշտպանված չեն։ Մենք տեսնում ենք իրենք Ճապոնիայից եւ Հարավային Կորեայից իրենց պատրիոտ համակարգեր տեղափոխում են իրենց ռազմաբազաներում միջին արևելքում, դրանք բոլորը քիչ են։
Եվ բացի այդ, եթե Իրանը ինչ որ կերպ, որը շատ դժվար չի եւ հեշտությամբ կարող է ինքը անել, ասենք փակի Հորմոզի նեղուցը, այդ ժամանակ աշխարհի նավթի 20% չի առաքվելու։ Այդ ժամանակ ինչ անելու Միացյալ Նահանգները։ Նավթի գինը 1 օրվա ընթացքում կամ մի քանի վայրկյանի ընթացքում հասնելու է $100 եւ հատելու է դա։ Եվ դա մեծ հարված է լինելու Միացյալ Նահանգների տնտեսությանը։ Միացյալ Նահանգները որպեսի կարողանա հարձակվել Իրանի վրա, ինքը ոչ թե 1-2 հաշվարկ պիտի անի, այլ պիտի տասնյակ հաշվարկներ անի։ Եվ պետք է նաև մտածի, որ իր ռազմավարական գործընկերները տարածաշրջանում բոլորը իննելու են հարվածի տակ։ Միացյալ Նահանգները դեռ Բուշի ժամանակ ուներ հնարավորություն հարձակվելու Իրանի վրա, բայց չարեց։ Իսկ հիմա այսօր Իրանը շատ ավելի հզոր է, քան թե 20 տարի առաջ։ Եվ չի պիտի թերագնահատել ու նաև գերագնահատել Իրանի ռազմական ներուժը։ Դա չի պիտի թերագնահատել։ Եվ կարծում եմ, որ Միացյալ Նահանգները դա շատ լավ հասկանում է։ Այդ իսկ պատճառով իրենք փորձում են հիբրիդային պատերազմի միջոցով իրենք Իրանում իրավիճակ փոխեն, քաղաքական իրավիճակ փոխեն, ստեղծեն անկայունություն Իրանի մեջ, ազգային փոքրամասնություններին հրահրեն, որպեսզի գնան բախումների եւ Իրանը քայքայեն ներսից։ Իսկ Ալիևը չի ստորագրում միայն մի պատճառով, քանի որ ինքը որպես հաղթող փորձում է ստանալ առավելագույնը։ Ալիևը Լևոն Տեր-Պետրոսյանը չի, որ հաղթող պետություն լինելով պատերազմի մեջ, ինքը սկսեց զիջումներ անել։ Ալիևը փորձում է վերցնել ամեն ինչ։ Եվ այս դեպքում Իրանի մասով հասկանալի է, իսկ Ռուսաստան ԱՄՆ բանակցությունների հաջողելու կամ ձախողելու դեպքում ինչ կանի Իլհամ Ալիևը։ Ռուսաստան ԱՄՆ հարաբերությունները, գիտեք, մի քանի բնագավառ են, միայն կախված չեն Անդրկովկասից։ Ռուսաստան ԱՄՆ, այսպես ասած, հակամարտությունները տարածվում են Աֆրիկայի մայրցամաքում, Եվրոպայի մայրցամաքում, Կենտրոնական Ասիայում եւ Հյուսիսային Բևեռում։ Այսօր, երբ որ Դոնալդ Թրամփը կամ Ամերիկայի կառավարությունը պահանջում է եւ Կանադայից եւ Գրինլանդիայից, որ միանան իրեն, բոլորը չգիտեմ ինչ տեսակետներ են հայտնում, բայց այստեղ շատ պարզ մաթեմատիկական հաշվարկ կա։ Հյուսիսային Բևեռի 50%-ը պատկանում է Ռուսաստանին։ Եթե չսխալվեմ, 15%-ը պատկանում է Գրինլանդիային, 5%-ը Միացյալ Նահանգներին, 5%-ը Ֆինլանդիային եւ 10-15%-ը մնացածը պատկանում է Կանադային։ Իսկ ապագա աշխարհում Հյուսիսային Բևեռը մասնավորապես, երբ որ այսօր սառցահալում է տեղի ունենում Հյուսիսային Բևեռում, լինելու ամենակարճ ճանապարհը Ասիայից դեպի Միացյալ Նահանգներ եւ Ասիայից դեպի Եվրոպա առևտրի համար։ Եվ այս կարճ ճանապարհը ապագա աշխարհում շատ մեծ նշանակություն կունենա։ Եվ Միացյալ Նահանգները ուզում է այդ նշանակությունը վերցնել իր վրա, ինքն էլ ուզում է այդտեղից խոշորագույն փայաբաժին ունենա։ Եվ այս տարբեր տեղեր հակամարտությունները այնպես չի, որ շատ արագ լուծվելու են եւ հանգուցալուծում են ստանալու, ոչ։ Դեռ սա շատ է երկար է գնալու, միգուցե 10-15 տարի։ Այդ իսկ պատճառով ես չեմ կարծում, որ Ալիևը սպասում է տեսնել, թե ինչ կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունը։ Ալիևն ավելի շատ սպասում է տեսնել, թե ինչպիսի հակազդեցություն Իրանը կդրսևորի իր նկատմամբ վերջերի ժամանակահատվածում իր ազգային փոքրամասնությունների շիատների նկատմամբ, որ ունեցել է, ինքը սպասում է տեսնել, թե Իսրայելի դերակատարումը տարածաշրջանում ինչպես է մեծանալու։ Վերջոչո Իսրայելը տարածաշրջանում փորձում է ունենալ առավելագույն ազդեցությունը։ Ճիշտ է, ասացի, 3 հենարանները Միացյալ Նահանգներին է տարածաշրջանում Սաուդի Արաբիա, Իսրայել եւ Թուրքիան են, բայց 3-ի մեջ էլ կա մրցակցություն։ Եվ այդ մրցակցության մեջ այս 3-ը փորձում են, որ ամեն մեկը ստանա առավելագույն դերակատարումը։ Սա է խնդիրը։
Պարոն Պետրոսյան, Արարատ Միրզոյանը եւ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիա են մեկնել։ Ինչ է տալու Հայաստանին այս այցը, եթե նկատի ունենանք, որ թուրքական կողմից հայտարարում են, որ Հայաստան-Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորումը կախված է բացառապես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, ստորագրվող համաձայնագրից եւ նրանից, թե արդյոք Հայաստանը կկատարի Ադրբեջանի բոլոր պահանջները։ Գիտեք, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երբեք որևիցե արդյունք չեն տա։ Ի օգուտ Հայաստանի, ի օգուտ Թուրքիայի այո, ի օգուտ Ադրբեջանի այո։ Վերջո մենք փորձում ենք խաղալ մի տարածաշրջանում, որտեղ որ թուրքերը այսօր ունեն լուրջ ազդեցություն եւ դերակատարում։ Իսկ գնալ իրենց որջը եւ փորձել ինչ-որ բանակցություններ վարել, որտեղ որ դուք դերակատարում չունեք, սա նշանակում է, որ գնալու համար, գնալ որպեսզի թուրքերին, այսպես ասած, խաղաքարտ տալ իրենց ձեռքը օգտագործելու Իրանի եւ Ռուսաստանի դեմ, ուրիշ ոչ մի բան չի նշանակում։ Եվ վերջում պարոն Պետրոսյան, ինչպես դուք նշեցիք, աշխարհում այսպես վերադասավորումներ են տեղի ունենում, ինչ որ առումով նաև գուցե քաոս ստեղծվի, այս ամենի ֆոնին ինչ է անում Հայաստանի իշխանությունը կամ ինչ չի անում Հայաստանի իշխանությունը, եւ ամենակարևորը, ինչ է անում Հայաստանի ընդդիմությունը, որովհետեւ ընդդիմադիր դաշտում կարծես թե հակասություններ են ստեղծվել։ Այդ դեպքում ինչպես մենք կարող ենք հույս ունենալ, որ քաոսից Հայաստանը փրկված դուրս կգա, եթե չասենք որոշակի օգուտներով։ Շատ անկեղծ ասեմ, այսպիսի իշխանությունով եւ այսպիսի գոյություն ունեցող ընդդիմադիր դաշտում գոյություն ունեցող կուսակցություններով մենք ոչ միտեղ չենք հասնի։ Իշխանությունը Հանձինս Նիկոլի իր շուրջ հավաքել է անգրագետների եւ փորձում է անգրագետների մեջ գրագետերվա։ Եվ այսօր էլ իր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ամեն ինչը տանուլ են տալի, գյուղատնտեսական ծրագրերը բոլորը ձախողվել են, բոլոր ներդրումները ձախողվել են եւ վիճակը ավելի է վատացել։ Մեղավոր ինքն է։ Իսկ ընդդիմադիր դաշտը այսօր չգիտի թե ինչ է ուզում եւ մի բան ավելի պարզ է, որ ընդդիմադիր դաշտում մանավանդ խորհրդարանական ընդդիմություն իրենք ցանկություն չունեն Նիկոլին հեռացնելու։ Իրենք իմիտացիա են անում։ Իրենք ունեին հիանալի հնարավորություն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլին հեռացնելու, բայց իրենք ոչինչ չձեռնարկեցին։ Երբ որ դեռ Արցախի մեծ մասը գտնվում էր հայկական զորքերի հսկողության տակ։ Իսկ ո՞րն էր պատճառը։ Վախենում էին այդ քաոսի մեջ պատասխանատվություն ստանձնել։ Ոչ։ Այլ իրենք չունեն որևիցե ծրագիր, թե հետոն ինչ են անելու։ Վերջո խնդիրը այն չի, որ դուք գնաք եւ իշխանության աթոռին բազմեք։ Խնդիրը դրանից հետո է։ Մանավանդ այսօր այսպիսի քաոսային վիճակների մեջ, երբ որ Հայաստանը գտնվում է բազմաբևեռ աշխարհի կոնֆլիկտային կետերից մեկում, դուք ուզենաք գալ եւ ինչ-որ դերակատարում վերցնեք։ Որպեսզի դերակատարում վերցնեք, դուք պետք է ունենաք հստակ ծրագիր։ Հստակ։ Այսօր Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի հետ ու Եվրոպայի հետ միասին խաղում է քաղաքագիտության մեջ կա տերմինոլոգիա խաղերի տեսություն, խաղում է անգրի եւ աղոնիկի խաղը։ Իսկ մնացած աշխարհի հետ խաղում է ուլտիմատոմի խաղը։ Եվ ինքը փորձում է վերցնել առավելագույնը։ Իսկ Նիկոլը Հայաստանի ներսում խաղում է դիկտատուրայի կամ բռնապետի խաղը, որի արդյունքում ինքը որպես բռնապետ ոչ մի պատասխանատվություն չի պիտի կրի։ Եվ այդ պատասխանատվություն պետք է գցել մնացածի վրա։ Երբ Նիկոլը խոսում է, ես հիշում եմ հայկական մուլտիկը, երբ որ անձը վերցնում է հայելին եւ ասում է հրեշ է հրեշ։ Նիկոլը ինքը ամեն առավոտյան նայում է հայելու մեջ եւ նույնն է կրկնում։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրընկեր Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանն էր։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։